Քանի որ իրանական կողմը հերքում է, մենք այստեղ կարող ենք մի երկու հիմնավորում առանձնացնել։ Առաջինը այն է, որ իրանական կողմը չի կարող ուղղակի պատերազմական իրավիճակում հայտարարել, որ իրանք բանակցում են ԱՄՆ-ի հետ, որովհետև դա կարող է խնդիրներ առաջացնել նաև ճամբարների միջև, օրինակ պրագմատիկների եւ ավելի պահպանողականների, եւ դա կդիտարկվի որպես պարտավորական դիրքորոշում։ Մյուսը այդ դրույթները ըստ էության ԱՄՆ-ն վերջնագրերի տեսքով կարող էր ներկայացնել եւ իրանական կողմի համար դա ընդունելի չէ, որտեվ ամեն դեպքում Իրանը կարողանում է մինչև այժմ դիմադրել եւ չնայած ծանր հարվածներին, ամեն դեպքում իրանական կողմի դիմադրությունը նաեւ որոշ էֆեկտիվություն ցույց է տալիս։ Իրանական կողմից նաեւ որոշ ուղերձներ էլ ամեն դեպքում կան, չնայած դրանք նախկին պաշտոնյաների եւ բարեփոխական գործիչների կողմից են լինում եւ չնայած բոլորը կողմ են, որ պատերազմը շարունակվի եւ արդյունքը լինի իրանական կողմի հաղթանակը, բայց ամեն դեպքում բանակցությունները անխուսափելի են լինելու եւ կողմերը վաղ թե ուշ ինչ-որ մի համաձայնագիր կնքեն։ ԱՄՆ-ն եւ Իսրայելը մտածում էին, որ եթե հարձակվեն եւ ոչնչացնեն Իրանի ղեկավարությունը, ապա դրանով Իրանում ներքաղաքական լուրջ ճգնաժամ կստեղծվի եւ դրանով ըստ էության կփլուզվի համակարգը, բայց դա այդպես չեղավ եւ իրանական կողմը սպասվածից ավելի մեծ դիմադրություն ցուցաբերեց նաեւ համակարգի պահպանման առումով։ ԱՄՆ-ի համար ամեն դեպքում ընդունելի է այնպիսի մի բանակցող, ով կարող է զիջումների գնալ եւ պատրաստ լինի համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ։ Այդպիսի մի տեխնացու օրինակ Ղալիբաֆին են դիտարկում, Իրանի խորհրդարանի նախագահը, ով նաեւ փաստացի ղեկավարներից մեկն է երկրի, չնայած նոր գերագույն հոգեոր առաջնորդ կա Իրանում, բայց պատերազմական իրավիճակում պետք են այնպիսի գործիչներ, ովքեր եւ հեղինակություն են ռազմական ոլորտում եւ թե քաղաքական, եւ Ղալիբաֆը օրինակ այդպիսի մի տեխնացուներից մեկն է եւ նա կարող է այդ բանակցությունները իր վրա վերցնել, բայց մենք պետք է նաև հաշվի առնենք Ղալիբաֆի քաղաքական անցյալը, նրա կերպարը։ Ղալիբաֆը ինքը արմատական պահպանողական թևի ներկայացուցիչ է եւ կարծում եմ, որ նրա հետ օրինակ բանակցելը շատ բարդ կլինի, որովհետեւ ինքն էլ զիջումների գնալուց կխուսափի։ Հետևաբար պետք է նաև ներքին կոնսենսուս Իրանի ներսում, որ բոլորի համար ընդունելի լինի օրինակ ԱՄՆ-ի հետ այդ ապագայում ստորագրված համաձայնագրի դրույթները։ Սրան զուգահեռ նաև պետք է հասկանալ, որ Իսրայելը նույնպես այլ թիրախներ, նպատակներ ունի այս պատերազմում եւ երբեմն եւ նաեւ մեծամասամբ նույնիսկ ԱՄՆ-ի հետ չեն համընկնում այս նպատակները։ Օրինակ Իսրայելի համար նպատակ է համակարգի փոփոխություն, իսկ ԱՄՆ-ի համար համակարգի կայունությունը եւ համակարգի գոյատևումը ընդունելի է միայն այն դեպքում, եթե համակարգը համագործակցի Վաշինգտոնի հետ։